Արտաշատի գեղարվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին։ Արվեստի շունչն ու ազգային ինքնությունը մեկտեղվել էին վերին Արտաշատի մշակույթի տամբակում։ Հենց այստեղ էր ամփոփվում Արտաշատի գեղարվեստի դպրոցի ստեղծագործական տարին։ Տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսը պատահական չէր ընտրել իր խորագիրը, այն կրում էր «Հայը» հպարտ անվանումը։ Պատանի արվեստագետների աշխատանքները գնահատելու եւ նրանց ոգեւորելու էին եկել բազմաթիվ արվեստասերներ ու ծնողներ։ Ներկա էին նաեւ պաշտոնական հյուրեր, որոնց թվում էին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Տաթևիկ Գասպարյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբյանյանը, համայնքապետարանի աշխատակիցներ եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Ցուցադրված յուրաքանչյուր կտավում եւ խեցեգործական նմուշում վառ արտահայտված էր հայկական ոգին։ Դպրոցի սաներն իրենց գործերում վերարտադրել էին մեր ազգային արժեքներն ու մշակութային հարուստ ժառանգությունը, ցույց տալով, թե ինչպես է մատաղ սերունդն ընկալում հայ տեսակն ու նրա անցած ուղին։ Ես Անտոնյան Դավիթն եմ, սովորում եմ 9 ամիս գեղարվեստի դպրոցում, նկարում Սոստավթի նկարը։ Ես նկարել եմ գյուղական մի նկար։ Ես Սոֆի Թադևոսյան եմ։ Արդեն 3 տարի է ինչ հաճախում եմ գեղարվեստի դպրոց։ Միշտ հաճույքով եմ հաճախել դպրոց։ Ես պատկերել եմ Սևաչյա հայուհուն։ Այստեղ մենք կտեսնենք հայկական խորհրդանիշները, Արարատ լեռը, հայկական նախշերով գորգը եւ կակաչները։ Ես Եվա Դարզյանն եմ։ Ես նկարել եմ եկեղեցի եւ հայկական ընտանիք։ 1 տարի է ինչ հաճախում եմ նկարչության բաժին։ Ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց գեղարվեստի դպրոցի տնօրեն Աննա Հովանիսյանի ելույթով։ Տնօրենը նախ ջերմորեն ողջունեց բոլոր ներկաներին եւ արվեստասեր հյուրերին։ Ողջույնի խոսքին անմիջապես հաջորդեց միջոցառման խորհրդանշական հատվածը։ Արտաշատի համայնքապետարանին նվիրաբերվեցին դպրոցի տաղանդաշատ մանկավարժների հեղինակած ստեղծագործությունները, որպես համայնք մշակույթ, արդյունավետ համագործակցության իսկական վկայություն։ Այս գեղեցիկ նախաձեռնությունից հետո Աննա Հովանիսյանը հատուկ անդրադարձավ դպրոցի շրջանավարտերին, շնորհավորելով նրանց ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու կապակցությամբ եւ մաղթելով նորանոր ստեղծագործական բարձունքներ արվեստի մեծ ճանապարհին։ Պաշտոնական ելույթներից եւ արարողությունից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու տաղավարներով, մոտիկից ծանոթանալու սաների աշխատանքներին եւ վայելելու արվեստով լեցուն ջերմ մթնոլորտը։